հանրային տարբեր նախաձեռնություններում աջակցում եք քաղբանտարկյալներին, նաև այսօր դատարանում գտնվող 18 արդարներին, ինչպես նշում է Բագրատ Սրբազանը, երբ եք ակնկալում, որ այս շղթան կընդհատվի եւ հայը իր հայրենիքում իր մտահոգությունների համար չի հայտնվի կալանավայրում։ Տեսեք, քանի այս իշխանություններն են եւ քանի մոտենում է գնալով ընտրությունները, ինչքան հետաքրքիր մարդիկ կան, ովքեր կարող են իրենց շուրջ ինչ-որ ուժեր մոբիլիզացնեն կամ ինչ-որ բան նախաձեռնեն, իրանք այլ պիտի ազատազրկվեն եւ սահմանափակվի իրենց ազատությունը, որպեսզի այսօրվա ուզուրպատորը կարողանա այսպես ասած իր անելիքը անի, իրեն անհրաժեշտ բանը։ Այո, աջակցում եմ քաղբանտարկյալներին, որտեվ ունեմ ապրումակցում այս մարդկանց հանդեպ, օրինակ Նարեկ Սամսոնյանը Փառք Աստծո այսօր տեղափոխեցին հիվանդանոց այդ տղային, կարծես թե հասարակությունը sense կանգնած սպասում է երբ պետք է մահանա, որ հետո վայ-վույ անենք, մի խոսքով պայքարենք։ Որպես պատերազմի մասնակից Դավոսյան երախտագիտության այսպես ներփողներին ինչպես եք վերաբերում, պաշտոնյաները Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան այնտեղ փաստորեն շնորհակալության խոսքեր էին հնչեցնում Թշնամական պետության ղեկավարի հասցեին, որի հետ պատրաստվում են այսպես խաղաղության դրկիցություն անել։ Տեսեք, այսօր տարբեր քաղաքական գործիչներ ասում են այ գաղտնի փաստաթուղթ ունենք, որ սրանք գործակալ են, այսպես, գիտեք ինչ, որևէ փաստաթուղթ պետք չի տեսնելու համար, որ այս մարդիկ եթե ստորագրումով է գործակալ չեն, ապա իրանք իրանց կոնկրետ պահում են այնպես, ինչպես իրենք գործակալը կդրսևորեր։ Ես չգիտեմ, ես բան չունեմ ասելու իրանց վարքին, պահվածքին, չեմ կարող մեկնաբանել։ Եվ պարոն Մխիթարյան, վերջին հարցս, իշխանությունների մտահոգությունը տեղին չէ եւ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք այսպես ըմբոստանում են եւ նրանց նկատմամբ, որոնց հռչակել եւ ապագայում հռչակելու են հիբրիդային գործակալներ, այսինքն նկատի ունեմ մտավախություն տեղին չէ, որ այո, նրանցով է պայմանավորված նաեւ այս իշխանության ավարտը։ Հա, միանշանակ, հարցը լավ չհասկացա։ Հասկացա։ Այսինքն այս իշխանությունները վախենալու բան ունեն այս քաղաքացիներից, դրա համար են այս ճնշումները։ Տեսեք, իրանք ամեն անգամ ապօրինություններ թույլ տալուց վախենում են իրենց արածից եւ սպասում են, որ հեսա հասարակությունը այդ ապօրինությունը կկասեցնի, բայց մի տեսակ քնի վիճակում ենք, սենց միշտ գալիս ենք նույն դեմքերը, նույն ծանոթ դեմքերը ու սահմանափակ երևի 200-ը չի անցնի, այս ակտիվ մասան, որ միշտ արդարության համար պայքարող է։ Իրանք իրենց արածից են վախեցած։ Պարոն Դանիելյան, 160